որը վերակենդության մեջ 75%-ին չի կարող վերահսկել, 74%-ին չի կարող վերահսկել 26% ունեցողը։ Լավ հարց եք տալիս, ներողություն, հարցը հասկանալի է, լավ հարց եք տալիս, տեսեք։ Նախ էլի առանձնացնենք, էլի երկու բան, ընկերության մեջի փայատերեր եւ ընկերություն պետություն հարաբերություններ։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, 0%։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետեւ այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, ինքը համապատասխան փաստաթղթերով գրանցված է, ինքը հարկերամուծում, ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքներին, ներողություն էլի։ Ինքը գործում է ըստ Հայաստանի օրենսդրության, իրավազորության շրջանակներում։ Նույնիսկ եթե Հայաստանը ունի 0% փայ այդտեղ։ Հաջորդը Ինչպես հեծներ ու բայց մի վարքան։ Բայց մի վարքան էլի, բայց ինչ վերցնել, հեծի, բայց ես միտքս ավարտեմ նոր էլի։ Ոչ միայն ինչպես հեծներ, ասենք Հարավ Կովկասյան երկաթուղիները, նույն ԶՊՄԿ-ն մինչև այն պահը, երբ որ մենք փայ ունեցանք, չգիտեմ, էլի կան 1000, այսինքն եւ օտարերկրյա կապիտալով եւ ոչ օտարերկրյա կապիտալով հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի փայ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։ Սա այսինքն անկախ ամեն ինչից այնտեղ 70-26%-ա թե ինչա, մեկա պետությունը իր կարգավորիչ դերը ունի, հաջորդը։ Բացի դրանից կա արդեն բիզնես կառավարում։ Այդ բիզնես կառավարման մեջ արդեն, քանի որ Հայաստանն է կառավարությունը ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Ոչ թե ինքնիշխանությանը վերաբերող, այլ բիզնես կառավարման։ Բացի դրանից ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերին, ասենք։ Այդ օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանի։ Նույնիսկ եթե ինքը մենակ 26% ունի, այդ բոլոր հարցերում ինքը ունի, այսպես ասած, վետոյի իրավունք։ Այսինքն առանց իր համաձայնության, առանց մեր համաձայնության դա տեղի չի ունենալու։ Երկաթգծի հետ։ Այո, իհարկե։ Հա, իհարկե։ Բա գրված է, չէ՞։ Հրապարակված փաստաթղթում դա հրապարակված փաստաթղթում գրված է։ Իսկ ինչ վերաբերում է հեծին, հեծը չէ, բայց հեծի դեպքում դեռ ռազմավարական ինքը նշանակության բան է, ինչ ասեմ, ենթակառուցված կա, այդտեղ մի այլ հարցեր։ Չեմ կարծում, որ այստեղ այդպիսի հարց առաջանում։ Ռուսական կողմի հետ կապված Փաշինյանն էլ ասաց, որ երկաթգծի կառուցման այդ հատվածը ասել են, որ ողջամիտ ջանք է։ Որ հատվածը։ Այն հատվածը, որը այո, այդ հատվածը ասել եք, որ ողջամիտ ջանքետում պետք է։ Եվ ախորիկ Այո, ուզում եմ պարզապես որոշումը հասկանալ, կա արդյոք ռուսական կողմից պատասխան եք սպասում Հայաստանի իշխանություն, կա որ պատասխան իրեն կառուցելու են, թե մենք ենք ամեն դեպքում կամ Եթե չեմ սխալվում, մի երկու օր առաջ էր վարչապետ Փաշինյանի հետ ճեպազրույցում այս հարցը տվել եք եւ նաեւ ասաց, որ սպասում ենք, որ հնարավորինս արագ սպասում ենք պատասխան։ Այս մի քանի օրվա մեջ ես նորություն չունեմ։ Եթե հայկական կողմը ներդրումներ անի, դա կնշանակի արդյոք, որ կառավարումը ռուսական ընկերությունից վերցնում է Հայաստանը։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Այսինքն որտեվ ես այդ թեմայի մեջ խորացած չեմ, էլի։ Ռուբինյան, ամեն դեպքում ինչու է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ասում, որ Փառք Աստծո տեսնում ենք, որ Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչվել է նաև Ադրբեջանի ուզածով է լինում, քանի որ ինչպես ասել ենք, այն կարևոր է միջին միջանցքի համար եւ ասում է, որ տեխնիկական մի քանի հարցեր կան։ Ես դերության հարցին, բայց նորից ասեմ, էլի։ Նախ խոսքը թրիփի մասին է, եթե չեմ սխալվում, Թուրքիայի արտգործնախարարը ինքն է ասել, որ մենք թրիփ ենք անվանում եւ ճիշտ է ասել եւ ընդհանրապես բոլորը պիտի թրիփ անվանեն, որովհետեւ ես կարծում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը այս պատմական պայմանավորվածության մեջ ահռելի է եւ ճիշտ կլինի, որպեսզի բոլորը տուրք տան ԱՄՆ նախագահին, այդ թվում
հիշատակելով իր անունը այս նախագծի մեջ, որը մի վարքյան ոչ միայն Ադրբեջանի ուզածով է լինում, այս նախագծի լավ որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որտեղ պարզ է, որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարևաններին։ Նկատի ունեն Ադրբեջանի ուզածով այն, որ Հայաստանը չվերահսկի որոշակի հատված։ Իրենք այդպես էին ասում, չէ, ասում է պետք է հայի աչք չտեսնեն, աչքնես հայ չտեսնեն։ Բայց դուք կարող եք չէ բացել փաստաթուղթը կարդալ եւ հասկանալ, որ Հայաստանը ընթերցում է տալիս, երբ որ front office, back office է գրված։ Կարող է տարենթերցում է տալիս նրանց մոտ, ովքեր ուզում են, որ տարենթերցում լինի, բայց որևէ տարենթերցում չկա։ Մի վարքյան։ Ախր հատուկ ձեր համար մի 46 անգամ այդ փաստաթղթի մեջ գրած է, որ Հայաստանն է վերահսկում իր տարածքը, Հայաստանի ինքնիչ դե վերջ էլ ինչ է կոչվում։ Դե վերջ։ Ադրբեջանական թեմատիկան պարոն Ռուբինյան։ Հետևաբար կա թուղթ, կարդացեք, պատասխանը կա, պետք չի, այլ բաներ հնարել։ Ֆրոնտը թուրք-ադրբեջանական թեմատիկան շարունակելով, պարոն Ռուբինյան, ձեր խորհրդարանական գործընկերները Հայաստան խմբակցության օրերս եղել են Գեղարքունիքի մարզում եւ այդտեղ իրենց պոտենցիալ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ձեր գործընկեր պարոն Լևոն Քոչյանն այսպեսի միտք է արտահայտել կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը կվերցնի իր ձեռքը նկատի ունի գալիք խորհրդարանական ընտրություններում այս կամ այն ուժին քվեարկելով կամ այն կտնօրինի Թուրքիան եւ Ադրբեջանը ձեր մեկնաբանությունը։ Դե բան է, ինչ դասական մանիպուլյացիոն հայտարարություն է, ուրիշ ինչ պիտի ասեն, այդ մարդիկ չհասկացան, որ անընդհատ իրանց խոսույթի 90%-ը թուրք-ադրբեջանական է։ Նկատել եք, ոչ մի քաղաքական խոսք չկա, գան թուրք-ադրբեջանական թրքամոլ, թրքահաճո, ադրբեջանամետ, ազգադավ, այս է իրանց խոսույթը եւ իրանք ոնց նախորդ անգամ հաջողության չհասան, այս անգամ էլ հաջողության չեն հասնի, բայց մի բան ասեմ, էլի։ Տեսա ես այդ ձեր նշած տեսանյութում, տեսա որ մի քաղաքացի ինչ էր ասում, իրենց ասում էր ամենակարևորն այն է, որ մենք հպարտությունը մեր կորցրել ենք, ուզում ենք վերականգնենք, ասում է ես օրինակ արտասահմանում եմ ապրում։ Այնտեղ հանդիպում ենք ուրիշներին, այն ժամանակ հպարտությամբ էինք ասում, որ հայ ենք, հիմա բավարար հպարտ չեն։ Ես այդտեղ խորացա, որտեղ մենակ այդ անգամ չի, էլի շատ եմ լսել բաներով, մամուլով, հենց այդ խոսույթը, որ մենք Սփյուռքում այն ժամանակ արժանապատիվ էինք, հիմա արժանապատիվ չենք։ Մի հատ հարց տամ, էլի սիրելիներս, ձեզ չեմ տալիս, էլի իրանց եմ տալիս, ովքեր որ դա ասում են։ Եթե դուք հպարտ էիք, որ հայ էիք, ինչ եք արտագաղթել Հայաստանից։ Կարող է, չէ, այո, բայց նկատի ունեմ, կարող է պետք է հպարտ լինել, կարող է ավելի մեծ հպարտություն է Հայաստանում ապրել, ես չեմ ասում, որ իրանք են մեղավոր արտագաղթել են, պարզ ասենք, սոցիալական խնդիրներ, չէ, կոնկրետ այդ մարդը Գեղարքունիքի մարզից էր, խոսքը հին Սփյուռքի մասին չի, այսինքն պարզ է, չէ, ասենք, բանա, խնդիրներ են եղել, տնտեսական, սոցիալական, արդարության հետ կապված, հազար բան կարա լինի, բայց ինքնին դա նշանակում է պրոբլեմա չէ եղել Հայաստանում, այսինքն կոնֆլիկտից, նկատում եմ ոչ թե բարիս բուն իմաստով կոնֆլիկտից, այլ կոնֆլիկտ, չեն ուզեցել ասենք, չգիտեմ, իրանց ուսումները զոհեն եւ այլն, բայց կարող է ավելի մեծ հպարտություն է լինել հայ ապրել խաղաղ Հայաստանում, քան լինել հայ, որը ստիպված է արտագաղթել, ու մի հատ էլ այնտեղ ինքը ասի, այ ինչի պատերազմ մենք պարտվեցինք, որ ես ինձ հպարտ չզգամ։ Իսկ կարող է պետք է մնալ ապրել Հայաստանում եւ շինացնել Հայաստանը եւ ապրել խաղաղության մեջ, ու կարող է իրական հպարտությունը խաղաղ Հայաստանում ապրելն է։ Խնդրում եմ մտածեք սրա մասին։